Թեև գործող խորհրդարանի լիազորությունները կավարտվեն օգոստոսին, դեռ ժամանակ կա, բայց իշխանական կուլիսներում արդեն ակտիվ քննարկվում է հետընտրական իշխանության կազմավորման հարցը։ Արմլուրի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նոր խորհրդարանը կարող է իր առաջին նիստը գումարել արդեն սեպտեմբերի 7-ին, իսկ օրակարգի գլխավոր հարցը լինելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրությունը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կառաջադրի Հայաստանի Հանրապետության վարչապետի իր թեկնածուն Նիկոլ Փաշինյանին ու նրան իշխանության ներկայացուցիչները կընտրեն վարչապետ։ Դրանից անմիջապես հետո կսկսվի նոր կառավարության ձևավորման գործընթացը, սակայն ամենամեծ ինտրիգը հենց այստեղ է՝ ովքեր կպահպանեն իրենց պաշտոնները եւ ովքեր կհայտնվեն քաղաքական փոխարինման ցուցակում։ Իշխանական շրջանակներից Արմլուրին փոխանցում են, որ կառավարության ներսում դեռ վերջնական որոշումներ չկան, սակայն կան պաշտոնյաներ, որոնց դիրքերը բավարար ամուր են։ Խոսքը մասնավորապես արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մասին է։ Ըստ նույն աղբյուրների Փաշինյանը գոհ է նրանց աշխատանքից եւ նրանք ամենայն հավանականությամբ կշարունակեն պաշտոնավարել նաեւ նոր կառավարության կազմում։ Սակայն իրավիճակը միանշանակ չէ։ Իշխանության ներսում հասկանում են, որ հանրության համար նույն կազմով կառավարության վերարտադրությունը կարող է ընկալվել որպես քաղաքական անշարժություն։ Հենց այդ պատճառով, ըստ տեղեկությունների, Փաշինյանը թիմակիցների հետ քննարկումներում ակնարկել է, որ որոշ փոփոխություններ անհրաժեշտ են հանրային ընկալման տեսանկյունից։ Այստեղ սակայն առաջանում է կարևոր հարց՝ խոսքը բովանդակային փոփոխությունների մասին է, թե պարզապես կադրային վերադասավորումների։ Եթե կառավարության առանցքային ուղղություններն ու պատասխանատուները հիմնականում պահպանվեն, ապա դժվար է խոսել նոր քաղաքական էջի բացման մասին։ Այդ դեպքում փոփոխությունները կարող են ավելի շատ ծառայել արտաքին տպավորություն ստեղծելու, քան իրական վերափոխումներին։ Մինչև իշխանական թիմում քննարկումներն ընթանում են, վերջնական որոշումները կայացնելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը, եւ հենց այդ հանգամանքն է, որ իշխանական համակարգում ստեղծում է սպասման ու անորոշության մթնոլորտ։ Ովքեր կպահպանեն իրենց պաշտոնները, ովքեր կհեռանան եւ ովքեր անսպասելիորեն կհայտնվեն նոր կառավարության կազմում, այս հարցերի պատասխանները ըստ ամենայնի հայտնի կդառնա միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը կատարի իր վերջին ընտրությունը։ Մինչ այդ իշխանական ճամբարում բոլորը սպասում են մեկ մարդու որոշմամբ, իսկ քաղաքական դաշտում արդեն խոսում են հնարավոր անակնկալների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ նոր կառավարության վերջնական պատկերի վրա։